գյուղացու վիճակ ինչ է։ Սահմանապահողը գյուղացին է, ժողովրդին կերակրողը գյուղացին է։ Անուշացիան կենտրոնում է, տեր չկա, տիրական չկա, ֆինանսավորում չկա, չի կարում ապրել։ Բարով ես եկես, սիրում արգում եմ, աստված քեզ պահապանը լինի։ Ես է ծառուկ եմ, ինչ հարցով պետք է լի, ես է կոք եմ։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Սիրելի սարուխանցիներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորիդ։ Ժորժան, ավտոբուսի մեջ նստած գալիս ենք դե ամեն գյուղ գնալիս մտածում ես ինչ ասես, ոնց ասես, որ անդադ նույնը չլինի, բայց միևնույն ժամանակ կարևոր բաները բաց չթողես, որովհետև հիմնականում այս նախընտրական քարոզարշավին ես հիմնականում բոլոր տեղերը շատ նման բաներ եմ ասում, որովհետև ուզում եմ ամենակարևոր բանը ասեմ, եւ այդ եմ մտածում, ասում եմ հիմա Սարուխանում էլ գնալու եմ, էլի նույն բաներն եմ ասելու, որը կարևոր է, շատ կարևոր է, որ այդ նույն բաները հնչեն։ Մեկ էլ Գավառից թեքվում ենք եւ մտնում ենք ճանապարհ, մտնում ենք Գավառի հացառատ թաղամաս։ Նայում եմ մայթերը, նայում եմ ճանապարհը, նայում եմ կանգառները, նայում եմ գծանշումը ու գալիս ենք, դուրս ենք գալիս։ Մտնում ենք Գանձակ գյուղ, նայում եմ մայթերը, նայում եմ ճանապարհը, նայում եմ ջրահեռացման համակարգը, նայում եմ կանգառները, նայում եմ ընդհանրապես բարեկարգված վիճակը, հետո գալիս ենք, հասնում ենք Սարուխան գյուղ, նայում եմ մայթերը, նայում եմ ճանապարհները, հետո հիշում եմ, որ վերջերս է Սարուխան գյուղում դպրոցի հիմնանորոգման առիթով, նայում եմ խաղահրապարակը, դրանից առաջ իմանում եմ, որ Սարուխանում մանկապարտեզ ենք հիմնանորոգել եւ Սարուխանում մանկապարտեզը հիմնանորոգվել է, եւ ասում եմ, գիտեք ինչ, իրականում այնպես չի, որ ես հիմա ելույթ եկել եմ եւ Սարուխանի գյուղի ժողովրդի բնակիչների առաջ ելույթ եմ ունենում, որովհետեւ ես ձեր առաջ ելույթ եմ ունենում ամեն օր կներեք այդ արտահայտությանս համար ես ձեր ոտերի տակ ելույթ եմ ունենում, որովհետեւ այս 2018 թվին, երբ որ մենք հեղափոխությունն էինք անում, ես վարչապետ էի դարձել, ասում էի, որ մենք մեր ժողովրդի ոտերի տակ պետքա հող դառնանք, ճանապարհ դառնանք, որով քայլեն։ Եվ ես այսօր ուրախ ու հպարտ եմ, որ 2026 թվականին կարող եմ ասել, որ մենք մեր ժողովրդի ոտքերի տակ ճանապարհ ենք դարձել, մենք մեր ժողովրդի համար դպրոց ենք դարձել, մենք մեր ժողովրդի համար մանկապարտեզ ենք դարձել, մենք մեր ժողովրդի համար լուսավորություն ենք դարձել, մենք մեր ժողովրդի համար պետություն ենք դարձել, մենք մեր ժողովրդի համար անկախություն ենք դարձել, մենք մեր ժողովրդի համար բարեկեցություն ենք դարձել, մենք մեր ժողովրդի համար խաղաղություն ենք դարձել, եւ էսա ինչ որ տեղի ունեցել վերջին 8 տարիների ընթացքում։ Ընդ որում, մենք մեզ չենք խնայել։ Մենք իմացել ենք, գիտեք, բոլոր իրավիճակներում մենք եղել ենք միշտ երկրորդային, առաջնայինը եղել է պետությունը, առաջնայինը եղել է ժողովուրդը։ Մենք կայացրել ենք որոշումներ, որոնք որևէ մեկը չէր կայացնի։ Մենք արել ենք ընդգծումներ, որոնք որևէ մեկը չէր անի, մենք բացահայտել ենք ճշմարտություններ, որը որևէ մեկը չենք անի։ Եվ ես ուրախ եւ հպարտ եմ, որ ես այդքան կամք եմ ունեցել, որ Հայաստանի Հանրապետությունը դուրս եմ բերել հակամարտության թակարդից բառից բուն իմաստով, ընդ որում էլի եմ ասում, այնպես չի, որ ես ի սկզբանե չեմ հավատացել այդ գաղափարներին կամ դեմ եմ եղել այդ ամեն ինչին։ Ես որպես քաղաքական առաջին անգամ ես քաղաքական գործունեությամբ զբաղվել եմ 88 թվին, ես 13 տարեկան եմ եղել։ Առաջին անգամ ես քաղաքական գործունեությամբ զբաղվել եմ Ղարաբաղյան շարժման բերումով եւ 13 տարեկանից ես Ղարաբաղյան շարժման մեջ եմ, բայց երբ որ
Եվ ես այո եմ մարդն եմ, որ ասել եմ Արցախը Հայաստանը եւ վերջ, որովհետեւ դա եղել է իմ քաղաքական ծագումնաբանությունը եւ ես գնացել եմ այդ ճանապարհով մի հստակ նպատակադրումով, որ մենք այս պատերազմը, այս կոնֆլիկտը մեր այս երեխեքին չպետք է ժառանգենք, մենք երեխաներին չպետք է ժառանգենք գոյատևում եւ մակարում, մենք երեխեքին պետք է ժառանգենք կյանք եւ այդ ճանապարհով ես գնացել եմ, ես ոչինչ չեմ խնայել Ղարաբաղի համար, ես իմ ընտանիքը չեմ խնայել Ղարաբաղի համար, բայց երբ որ պահը եկել է, երբ որ պահը եկել է, որ ես հասկացել եմ, որ այդ ճանապարհը չի տանում ոչ մի տեղ, ավելին, այդ ճանապարհը տանում է դեպի Հայաստանի պետականության կորուստ, ես առերեսվել եմ եւ ես հպարտ եմ, որ այդքան ուժ եմ ունեցել, որ կանգնեմ ձեր առաջ, ձեր աչքի առաջ, նայեմ ձեր աչքերի մեջ եւ ասեմ ժողովուրդ, մենք պետքա դադարեցնենք, չշարունակենք Ղարաբաղի շարժումը, որովհետև Ղարաբաղ ասելով մենք կորցրել ենք եւ կորցնում ենք Հայաստանի Հանրապետությունը եւ ես ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը վերադարձրել եմ Հայաստանի ժողովրդին, ես Հայաստանի Հանրապետությունը վերադարձրել եմ Հայաստանի ժողովրդին, Հայաստանը այլևս ծայրագավառ չէ, Հայաստանը այլևս ծայրագավառ չէ, Հայաստանը այլևս Պսևդոպետություն չի, Հայաստանի Հանրապետությունը այսօր պետություն է ավելի քան երբևէ, խաղաղ է ավելի քան երբևէ, անվտանգ է ավելի քան երբևէ, ինքնիշխան է ավելի քան երբևէ եւ ապագային նայում է ավելի վստահ քան երբևէ, որովհետև ապագան այսօր է, ապագան այստեղ է, ապագան հիմա է, որովհետև երբ որ մենք այն ժամանակներում եկանք, ասեցինք ապագա կա եւ դուք մեզ հավատացիք, եւ շնորհակալ ենք դրա համար, որ դուք մեզ հավատացիք, մենք այսօր եկել ենք եւ ասում ենք, այն ապագան, որի մասին մենք խոսում ենք 21 թվին, այդ ապագան եկել է, այդ ապագան այսօր է, այդ ապագան հիմա է եւ այդ ապագայի մեջ է, որ Հայաստանի Հանրապետությունը այլևս ֆորպոստ չէ, Հայաստանի Հանրապետությունը այլևս անկախ պետություն է, անկախ պետություն։ Այլևս ոչ մեկը չի կարող ասել, թե Հայաստանը ոչ մեկին պետք չի, Հայաստանը ում է պետք, ում է հետաքրքիր, այսօր Հայաստանը հետաքրքիր է բոլորին, այսօր Հայաստանը աշխարհի կենտրոնն է, բայց աշխարհի կենտրոնն է նաև մեր տարածաշրջանը եւ խաղաղության բերումով, եւ այսօր մենք գնում ենք հետեւյալ ճանապարհով, մենք հաղթահարում ենք Հայաստանի շրջափակումը եւ Հայաստանը եւ Հարավային Կովկասը դառնում են խաղաղության խաչմերուկ եւ սա ամենակարևոր արդյունքն է, ամենակարևոր արդյունքը եւ մենք այսօր այո բարձր հայտարարում ենք, որ Հայաստանը ի վիճակի է, կարող է այս տարածաշրջանում ապրել, զարգանալ, անսահման զարգանալ առանց կողմնակի օգնության, հասկանում եք, մենք ինքնուրույն պետություն ենք այլևս, մենք այլևս անչափահաս պետություն չենք, որի թաթիկից բռնած պետքա տանել ստեղից ընդեղ, ընդեղից ընդեղ, ընդեղից ընդեղ եւ ամեն անգամ մեր քթից բռնած պտտացնեն, մենք այլևս այն պետությունը չենք, որ մենք թույլ տանք, որ ուրիշները մեզ օգտագործեն ուրիշների դեմ եւ դեն շպրտեն մեր գլխին բերելով աղետներ, մենք ենք այլևս մեր ճակատագրի տերն ու տնօրենը, մեր ձեռքերը մեր ճակատագրի ղեկի վրա են եւ Հայաստանի ժողովուրդը այլևս բաց չի թողի իր ճակատագրի ղեկը, որովհետեւ մենք ենք որոշում ով ենք մենք եւ մենք որոշել ենք թե ով ենք մենք ազատ երջանիկ ինքնիշխան պետություն ենք եւ ամենակարևոր հարցը, որին պիտի պատասխանի հունիսի 7-ի ընտրությունը հետևյալն է, արդյոք Հայաստանի Հանրապետության ժողովուրդը տեր է կանգնում այն ճանապարհին, որով մենք իրար հետ անցել ենք 2018 թվականից, արդյոք Հայաստանի ժողովուրդը տեր կանգնում է խաղաղությանը, սա հարցերի հարցն է, սա ամենակարևոր հարցն է, սա է պատճառը, որ մենք ձեզ կոչ ենք անում, խնդրում ենք, հորդորում ենք 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր
եւ դեր կանգնել խաղաղությանը գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Բայց շատ կարևոր է արձանագրել, թե ինչ է նշանակում, ինչ բովանդակություն ունի քվեարկելը 16-ին, որովհետև դա ինքնանպատակ չէ, այլ պետք է ամրագրված լինի կոնկրետ քաղաքական բովանդակությամբ։ Իսկ 16-ին քվեարկելը պիտի նշանակի, որ ժողովուրդը տեր է խաղաղությանը, ժողովուրդը տեր է պետությանը, ժողովուրդը տեր է անկախությանը, ժողովուրդը տեր է ապագային։ Այո, ժողովուրդը պետքա տեր կանգնի, բայց եկեք չմոռանանք, որ ժողովուրդը բաղկացած է մարդկանցից, անհատներից, մեկ մարդկանցից։ Էսա պատճառը, որ մեզնից յուրաքանչյուրը պետքա առերեսվի այն փաստի հետ, որ պետության ճակատագիրը, խաղաղության ճակատագիրը, ապագայի ճակատագիրը կախված է մեկ մարդուց, ընդամենը մեկ մարդուց։ Պատկերացնում եք, այս բոլոր բարդ չնջուկները մի մարդ կա, մի մարդ է, որ պետք է լուծի։ Այս բոլոր բարդ հանգույցները մի մարդ է, որ պետք է հանգուցալուծի։ Մեկ մարդ, ընդամենը մեկ մարդ, եւ այդ մեկ մարդը դու ես։ Եվ այդ մեկ մարդը դու ես, եւ 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 այդ մեկ մարդը դու ես։ Ով այն մեկ մարդը, որ տերականգնում պետությանը, որ տերականգնում անկախությանը, որ տերականգնում խաղաղությանը, թող ձեռ բարձրացնի այդ մեկ մարդը, թող ձեռ բարձրացնի։ Եվ ահա այս մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ արժանապատիվ պետականատեր ժողովուրդ։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Սարուխանին, Գավառին, Գեղարքունիքի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը Փարգնահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ ժողովուրդ ջան։ Երկու կարճ հայտարարություն։ Առաջինը մեր Գավառի մարզի եզրափակիչ հավաքը տեղի կունենա ուղիղ ժամը 20:00-ին, ոչ մի րոպե շուտ եւ ոչ մի րոպե ուշ Գավառի կենտրոնական հրապարակում։ Եվ մեծ պատիվ կլինի ձեզ բոլորիդ տեսնել այսօր ժամը 20:00-ին Գավառի կենտրոնական հրապարակում։ Այնտեղ կհնչեն ելույթներ, ես էլ ելույթ կունենամ, կլինի դրոն շոու, բայց բացի քաղաքական ելույթից, ես նաև վարչապետի հետ կնվագեմ ձեզ համար իրական Հայաստան, Հայաստանի Հանրապետություն երգը։ Եվ Քարոզարշավը ավարտվում է ժողովուրդ ջան, քարոզարշավը ավարտվում է եւ մեր եզրափակիչ մեծ հավաքը տեղի կունենա հունիսի 5-ին ժամը 20:00-ին, ոչ մի րոպե ուշ եւ ոչ մի րոպե շուտ Երևանի Հանրապետության հրապարակում։ Եվ ես այդ մեծ հավաքին մասնակցելու հրավիրում եմ մեկ մարդու, ընդամենը մեկ մարդու, այն մեկ մարդուն, որ պետությանը տեր է, որ անկախությանը տեր է, որ ապագային տեր է, որ խաղաղությանը տեր է, հունիսի 5-ին, ժամը 20:00-ին, Երևանի Հանրապետության հրապարակում։ Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորոդ,
Եվ խոնարհվում եմ բոլորիդ առաջ։ Շնորհակալ եմ ժողովուրդ ջան։ Շնորհակալ եմ։